Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ինչպես միշտ եթերում է եւ իհարկե ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Հաղորդման սկզբում ես հասկանում եմ, օրը Կիրակի է, դուք սպասում եք Լուսի Հակոբյանին, նա կլինի։ Օրը Կիրակի է, քանի որ Կիրակի օրը միշտ տիկին Լուսան է, բայց մի բան ասեմ ձեզ միջև հաղորդումը։ Սիրելի բարեկամներ, ես մեկ ապշում եմ, որ կան մարդիկ, դրանց մարդ էլ կոչել չի կարելի, որ իրենց կեղտոտ SMS-ներով, այդ մեկնաբանություններով փորձում են ցեղ շպրտել այս կամ այն մեր հյուրի հասցեին։ Ով է ձեզ դա թույլ տվել։ Էլ չեմ խոսում, երբ մի հյուրը կարող է գալ իր, ասենք, դիմահակադիր ուժին վիրավորել եթերից։ Մի արեք նման բաներ։ Վերջերս էլ պետք է ասեմ, որ շատ կեղտոտ այսպես մեկնաբանություններ կարդացի Ազատ Արշակյանի հասցեին։ Դու էլ ես Երկերեսանի, դու էլ ես Նիկոլական, դու էլ ես սիրելի բարեկամներ, մի արեք նման կեղտոտ գրություններ, կամ էլ թե չէ, ինչ է սա նշանակում, մենք մեր գործը թողել ենք Սեֆինյանին, որպեսզի ժիրայր այդ գործը տա շարք, չի կարելի վիրավորել, մարդիկ մեզ հետ աշխատում են, չէ, ես իհարկե ներողություն եմ խնդրում բոլոր այդ անձանցից և Ազատ Արշակյանից և Ժիրայր Սեֆիրյանից և մյուս բոլորի անձանցից, որոնց հասցեին կեղտոտ բաներ են գրում, բայց սա շատ տհաճ է, հավատացեք, ես ասում եմ այդ գրողները մի օր պիտի հասկանան, որ բումերանգի օրենք կա, ամեն այդ իրենց կողմից ուղարկված տհաս, տգետ բարեմաղթանքները վերադառնալու է իրենց և իհարկե այսպիսի նախաբանից հետո արդեն թույլ տվեք ձեզ ներկայացնեմ տիկին Լուսիային, բարև ձեզ։ Բարի լինի օրը, դուք ճիշտ եք ասում, որտեղ ես էլ եմ վրդոված։ Այդ գիտեք ովքեր են գրում, այդ որ ասել եմ անբավարարված է, ճիշտ է այդ անունը, հիմա շատերը այդ անունը այդ իմ ասած բառը կպցում են ոմանց եւ տղամարդկանց եւ կան ամենառաջինը սեռական անբավարարվածությունն է դա անկախ տարիքից եւ գրպանները դատարկ են ու իրանց ուղեղի կեսը դարմանա լցրած ես չեմ լսել Արշակյան չէ Ազատ Արշակյան Ազատ Արշակյան հա ինչին բավականին լուրջ կիրթ մարդ է գրակ այդ ու մեր երկրի հիմնադիրներից մեկը նա դեռ 70 մի կեղտոտ բառ չեմ լսել իրանից իրան պահել գիտի նորմա իրա տեսակին դա իսկ հետո որ ասում է դու էլ ես Նիկոլական ինձ էլ են ասում ես պետք է արդարանում ասեմ չէ ես Նիկոլական չեմ բայց ինչի ես այտենց պետք է ասեմ ես գիտեմ որ կողմն եմ ոչ մեկի կողմն էլ չեմ ես մենակ իմ ընտանիքի տղաների կողմ եմ ու արդեն ասում եմ լավ եմ անում իսկ դուք ով եք դուք ում կողմից եք մի հատ էլ ձեր արմատները նայ, տես դու ով ես, քեզանից ինչ ես ներկայացնում, կյանքումդ քանի հատ գիրք ես կարտացել այդ ճղճին անբավարարված։ Ու հիմնականը գրում է խոսում են, ովքեր Հայաստանում չեն, ովքեր Ռուսաստանում են, ովքեր արտասահմանում են, որ այնտեղից տակ խոսում են գրում են ճղճին մարդ, իսկ դուք ինչի չեք փագում այդ տեղեր, ովքեր որ վատ բաներ են գրում։ Մի անգամից բլոկ արեք, որ իրանք այդպես չմտնեն չնայեն։ Չէ, մարդկանց բլոկանում ենք, բայց արդեն որ գրել են, որ իրենց չափն է այդքան անդադ հայ հետո ասում է Հայաստանի վիճակը երբ է լավանալու եթե դու գոռում ես Նիկոլական հիմա եթե ես ասեմ Նիկոլը որ մի հատ նայեք Նիկոլս որն է երկրի վարչապետը եթե երկրի վարչապետը SS բաներն արել է ասեմ տեսեք ինչ լավ բաներ ասում դու պաշտպանեցիր բայց դա պաշտպան է հələ տեսեք ինչքան մանկապարտեզ դպրոց սարքել կարող է իր գրպանի փողերով արել հա Այն իրականությունը սարքեցին աշխարհի ամենաանառակ, իրան սարքեցին ամենահիվանդ չգիտեմ ինչ մարդ, այդքան մարդիկ այդ որ տենց խոսում են, մի անգամ երբևիցե դուք ինքներդ տանձապ վարչապետը այդ խոսել եք այսենց։ Ոչ։ Իր ուղեղի չափը մտածել ամեն ինչին տեղյակ եք, ոչ։ Խոսում թող հələ մի հատ գնան իրանց կրթեն, հետո նոր մեզ կրթեն, այդպես բաներ են խոսում գիտելիք։ Ես անկեղծ ասած մի անգամ ներկա եղել եմ, լսել եմ Ստանիսլավսկում եղավ ու տեսնեմ, այդ ինչ են այդքան խոսում։ Ոչ գլուխ գովանուն դեղ բան կա, ոչ լավոբես սովորացնելու բան կա։ Կյանքի բաներ ա խոսում, համատարած բոլորը տեսեք էս ինչ անում, երկեն ինչ անում։
Լավ, տիկին Լուսյան, թողնենք, որտեվ հիմա արդեն դուք Հիմա առիթ եք դասեք տալիս, որպեսզի պաշտպանեցին։ նորից հա գրեն, որ դուք Թողոսեն ով ինձ հետաքրքիր չի Դե, պատասխան։ հասկան, լավ, անցնենք Ես Լուսնային ուզում եմ նորմալ։ իրանք հասկանան, որ չի կարելի վաղը կգա ուրիշ վարչապետ էներան կկպնեն։ Այն ժամանակի որ ժիլետիկեն անուն դնում նրան են կպի։ Նրան էլ են պաշտպանել առաջ ճանաչելու։ Սերժ Սարգսյանին էլ 1000 բան ասում, էլի նորից ես բոլորին է պաշտպանում եմ։ Բայց դա պաշտպան չասում եմ, փագեք բերանները ղեկավարության հանդեպ չի կարելի։ Երկրի էգրեգորը կեղտոտվում է, որտեղ ապրում եմ ես։ Լավ, տիկին Լուսյան, ես ձեզ բորբոքեցի։ Դուք էլ մի բորբոքվում եմ շատ, հա։ Դուք էլ մի կանչեք դուք էլ այդ մարդկանց, որ այդ տեսակետն իրան։ Գրողներին ես կանչում եմ։ Ես բոլոր կողմերին կանչում եմ տիկին Լուսյան, մեր տաղավարում եւ ԿՊԱ-ականներ են, եւ նրանց ընդդիմադիր ԿՊԱ-ականները քիչ են շատ։ Ինչ քիչ, իրենք չեն գալիս։ Ես Լուսինե Բադալյանին հրավիրեցի, մեծ հաճույքով մարդը եկավ, շավ հարցազրույց արեցինք։ Իսկ հարց տվեք, ինչի չեն։ Մի անգամ Ալեն Սիմոնյանին կանչեք։ Ինչի չեն գալիս։ Մի անգամ եմ Ավինյանին կանչեք։ 10 անգամ զանգել եմ, որ գա։ Դե հարց տվեք, ինչի չեն։ Ինչի Պետրոսի մոտ գնում են, Դե Պետրոսի մոտ, համեմատեցիք ֆակտիվի Չէ, բայց ինչի այնտեղ գնում են, այստեղ չեն։ Որտեղ դա իրանց TV-ն է գնում են, այնտեղ ինչ ուզում են ասում են։ Չէ, այստեղ քննադատությունը շատ է։ Քննադատությունը շատ չի, մեզ մոտ գալիս են մարդիկ եւ ճշմարտությունն են ասում։ Դուք արդեն բանավեճի եք վերածում մեր զրույցը։ Ես կանչում եմ բոլոր կողմերի ներկայացում, ով ասելիք ունի համեցեք, բայց ասում եմ, մեր եթերից ծիրելի բարեկամներ, թույլ չենք տա ոչ մեկին, որպեսզի սեռական ոչ այդ արտահայտություններ անեն, կամ մարդկանց վիրավորեն նման ձևով։ Հասկացեք, այդպես չի կարելի աշխատել։ Դրանք դարմանով ուղեղներ են, այդքան բան։ Դարմանալ նորից կա խորանում եք, դա ձեր ոլորտը չի։ Ինչ այս կոմականից, այն կոմականից։ Ամեն անգամ լուսնային օրերը կարդում եմ, լուսնային օրը իրենից ներկայացնում է ինչպես քեզ պահես, ու մենակ այդ օրը չի, որտեղ պատտվում է մեկ ամիսը, նորից էլ նույն օրը գալիս է։ Այսօր դու որ քեզ ճիշտ պահեցիր, հետո մինչև հաջորդ տարին ժամանակը մտնել են նույն լուսնային օրը, դու հարվածը ստանում ես։ Հիվանդություններ։ Ինչ է այսքան հիվանդությունները շատացել։ Երեխեքի 3 տարեկանից բարձր են, երեխեքը այն արդեն մի ծանոթ ունեմ այնտեղ մեկը երեխան արյան խնդիր ունի։ Այդպես փոքր աղջիկ, ինչի է իր մոտ այդպես խնդիրը լուրջ առաջացել, հիմա այս աղջիկը գրում անընդհատ, որ դոնորա հարկավոր արունապետք, այդ բացասական արունապետք չկա։ Հիվանդը ասում է վճարում եմ էլի չեն տալիս, ասում են գնացեք բերեք այդ արունը, որտեղից այդ խեղճ աղջիկինը մայրը երիտասարդ մայրը գտնի։ Ոչ ինչ որ մի հատ տոլիկ արխի աղջիկա կինա մայրը, որ իր համար սովորական աշխատող մարդիկին չի կարողանում։ Ինչ անեն, ես էլ ասացի գրի Աննա Հակոբյանի, որտեղ ինչքանով լսել եմ, ինքը նման երեխեքին շատ է օգնում։ Ու մի հատ չի բարձրացանել, որտեղ ես հաճախորդ ունեցել եմ, ասել եմ դիմին նորից շարունակում եք այդ լալոները։ Չէ, ոչ, ես ասում եմ անցեք, որովհետեւ չեմ ասած, դա չեմ ասած, որ չեն օգնել։ Հասկացա, բայց դուք նորից տանում եք դեպի Աննա Հակոբյանի։ Դուք էլ չեք ընդունում, որ ես ոչ թե չեմ ընդունում, ես ասել եմ, որ ես այս իշխանությունների դեմ եմ, այո, ընդդիմադիր եմ, բայց քանի որ ես լրագրող եմ, մի պարտի որպես այստեղ կան տարբեր ոլորտները, տարբեր կուսակցություններ ներկայացնող մարդիկ, նրանց հետ զրուցում եմ։ Ով ուզում է, խնդրեմ, ԿՊԱ-ականներին 100 անգամ եմ ասել եկեք, չեն եկել։ Ինչ անեմ։ Կարող է պետք է գնամ խնդրեմ։ Իրանք պետք է խնդրեմ։ Իրանք իրավունքն է։ Դե լավ։ Լուսնային նորից խոսեմ։ Այսօր լուսին աղեղնավորումը հարցակվողական նոր է։ Լուսինը 6 օրեկան է այսօր։ Ճիշտ եք ասում, հարցակվում ենք մեկս մյուսի վրա։ Աղեղնավոր է։ Սև լուսինը կարիճում է, Մարսը կարիճում է, Մերկուրին կարիճում է, բոլոր մոլակները կարիճում են, արևը կարիճում է, այդ տալիս է նենգություն, չարություն, գնևը ոնց է հայերեն։ Ինչ։ Գնև։ Գնև, բարկացածություն, բարկացած։ Գնևն է, բարկացած։ Բարկացած, այդ են շրջանը։ Այդ են շրջանը, միջի բարկացության շրջանը։ Ամբողջ նոյեմբերը տենց է լինելու։ Սպանություններ, ինքնասպանություններ, անկախ տարիքից ավելի շատ երիտասարդներ է տալի, հանցագործություններ, հոգևորականներս ինչ որ կարելի երկար տևող, էլի լինելու է դա, ով իր տեղը չի բացահայտվում դուրս է գալիս, հիվանդությունները շատ են, ինչն է խորհրդանիշը այսօրվա, ամպերը, ամպերն է, կռունկն է ու սուրբ թռչունը, իվիկ է կոչվում հունարեն, իվիկ,
Այդ կռունկն է կարելի է տենց ասել, որը խորհրդանշում է կնոջ пассив էներգիան, բայց կանայք հիմա ավելի ագրեսիվ են դառել։ Ես էլ հիմա մի քիչ ագրեսիվ։ Այ որ լուսնային օրը վերջացնեք, ես մի հարց եմ տալու կապված կանանց հետ, խնդրեմ։ Հա։ Էներգիայի սկիզբն է կանանց։ Տեզերական էներգիայի ընկալման օրը համարվում, մարգարեության օրը, տեսեք ինչ լավ բան է ասում։ Մարգարեության օրը երազներ, կանխազգացումներ, պարզ, մաքուր, ջինջ ավելի շատ մարգարեական են լինելու։ Մտքի փոխանակում է տալիս, փոխանակվեցինք մենք։ Այո։ Բայց սա երեկվա խոսակցությունն է, հիմա այսօր էլ ինչ խոսեցինք, վաղն է դա լինելու, որ չէ, որ ապակա չկա, ամեն ինչ անցալու ներկայի մեջ է։ Երեք ես ինձ ոնց պահել եմ, այսօր դրա պատասխանը ստանում եմ։ Աղեղնավորն էլ ինքը երկակի նշան, օրվա կեսը ուրիշ, օրվա կեսը ուրիշ, հակառակ նշանը երկվորակն է, որը տալիս է ինֆորմացիա։ Ես եկա լսեցի ինֆորմացիա, որ ինչեր են ասել։ Սա չարախոսություն է արդեն նշանակում, երկվորակն է, լեզուն է, խոսքն է, ու աղեղնավորն էլ ասում է, այդ ասածիդ նպատակը ինչ է, չէ որ նպատակ է տալիս աղեղ, իմաստը ինչ է այդ, որ այտենց մարդիկ իրար պախարակեցին, չգիտեմ ինչ արեցին։ Եթե ինքը չի կարողանում ճիշտ, ոչ թե արդարանը, որտեղ արդարությունը դե կա մեղավորություն։ Եթե մարդը հետո որտեղ չարախոսել է, չի կարողանում ճիշտ պատասխանը տա, այս նետը որ կա, աղեղնավորը նետ, իրան կրակելու է, խփելու է։ Աղեղնավորի թույլ տեղերն էլ դա անոթներն է, վերջույթներն է, լյարդն է, ամբողջ արան շրջանառությունը, այդտեղի հարվածներ է գալու։ Հենց դրա համար եմ լուսնավորերը շատ ասում, որ եթե դու քեզ ճիշտ չպահեցիր, չէ որ այնտեղ գրում է այսօրվա թույլ տեղերը օրգանիզմի, այսինչ տեղերն է։ Հիմա եթե դու քեզ ճիշտ չպահեցիր, անիմաստ դու խոսեցիր Լուսիայի մասին, հիմա կգա երբ կմտնի երկվորակ, Լուսինը այդ ժամանակ կսկսի քո ցերկու ոտը ցավել։ Կարող ծայր անդամները սառի, լարդի խնդիր ունենաս, անոթները սպազմեր տա, այս է պատասխանը։ Դրա համար էլ համ ասում եմ, համ հանգիստ նստում եմ, ասում ես ասել եմ, դու գիտես։ Այո, Ու զգուշացնում բաց հետո որ 6 օր է կանա, 6-ն էլ ստամոքսն է, կերակրափող ստամոքս։ Յուպիտերն էլ այնտեղ գտնում է խեցգետինը, որ նորից տալիս է ստամոքս, այսինքն ինչ ուտում ես, ստամոքսը կերակուրի համար է, կեղտոտ մտքեր մի լեցրո։ Այս է այսօրվա խորհրդանիշը։ Հոտերի հանդեպ այսօր կարելի աշխատել, բառերի վրա շատ ուշադրություն դարձնել, խորհուրդ է տրվում աշխատել հոտերի հետ, լադները, ձողիկներ կան անուշահոտ, այդ կարան մարդիկ վառեն ու մտքեր ունենան, ինք այդ հոտը բարձրանում է, անուշահոտություն է, կարանք ձերքով էսպես անենք, էսպես ու մտքեր, լավ բաներ, ինչքան կարաս լավ բաներ մտածի, որ քո մտքեն չար բաները դուրս կա, կամ ինչ-որ տեղը հիվանդ է, քեզ լավ չես զգում, որ այսօր թույմ գլխի ցավը վերանա, օրինակ Նա ոնց է, չէ՞ որ ասած մարգարեության օր է նաև համարվում ու կնոջ էներգիան է։ Տեզերական էներգիայի տրանսֆորմացիա ընթանում, թոքերի վերին մասը, տեսեք, հարվածները, եթե սխալ կլինի մարդիկ, իսկ թոքերն էլ թթվածինն է, կապն է Աստծո հետ։ Խոսելուց առաջ մտածի ինչ ես խոսում, որ հետո հազար չկա թոքերի բորբոքում չլինի, այդ կորոնան ինչ եղավ, թոքերին էր, կապը հեռացած էր, ով ինչ ուզում էր խոսում էր, դրա համար էլ շատերը կորոնա անգան, ու շատերն էլ գնացին այս աշխարհից, որովհետև շատ չարախոսում էին։ Որվա կանոնները պահպանվում է, ստանում ենք բարեր, եթե մարդ այս ինչ որ ասվեց, այս կանոնները պահեց, մարդը կստանա բարերարություն, վերևից, որ ասում եմ մանանայա գլխի թափելու, այդ է կգա։ Այդ որ մյուս անգամ կմտնի երկվորակ արդեն Լուսինին կպատասխանը կստանա։ Բարերարություն և սեր, օրը համարվում է ներման օր, օրվա ծնված մարդիկ, այս ներման համարել եմ ուզում ասեմ, որովհետև մարդին կան, որ շատ վատ սրիկա բաներ են անում, ու որ ասում ես ների իրան, պարտատի չի գնաց անգնից գիրկը, ների քո մտքումդ, բայց մի խոսի իրա հետ, եթե իրոք զգացել ես ինքդ են շատ վատնա։ Օրվա ծնված մարդիկ լինում են տեզերական էներգիայի փոխանցողներ,
Հնում գուշակություններ են արել ամպերով, հնդիկներն են շատ արել նման բաներ, այնքան էլ ճիշտ է, այդ ամպերը, որ լողում ամեն ինչի կարաս նմանեցնես, ինչ որ բան պահես մտքով, չէ՞ որ այս վերևի վիճակը, այս երազանքի վիճակն է։ Ու ամպերով ոնց որ կոֆեի բաժակն է ասել, այդ նստին բանը ամպերով մարդը կարա տեսնի։ Երկինքը պարզ է, եթե տեսնում ես, որ երկինքը պարզ է, ամբողջովին կամ ամբողջովին ամպերով ծածկված նշանակում է աշխարհը զրկված է հարմոնիայից։ Այո։ Դրա նշանակությունը, այո, լավ է ամպերը տեսնել եւ մելոդիկ երաժշտություն լսել։ Այդ ժամանակ մտքերը տանես, երազես, այնքան լավ բան է երազելը, բայց երազելը մարդը կորցրել է, չեն երազում։ Դուք երազում եք։ Երազ, չեմ տեսնում։ Չէ, երազում։ Երազում։ Եթե ժամանակ մնում է երազում։ Սովետական մարդիկ շատ են երազել, որտեղ ապակայի հանդեպ հավատ են ունեցել, հիմա մարդիկ չեն Հիմա երազում։ չեն էլ երազում, ինչի՞։ Հիմա հոգսերի մեջն է, ու քաոսած չգիտի ինչա ուզում։ Ախր ես եմ ես շփվում, ինձ են հագարում, հազարավոր նամակներ են գնում։ Հասկանալի է, լավ, լուսնային օրը պրծեք, Ու հետո ասում ձեր են դարդերը ինչերա կպատմեք։ կատարվում։ Անթե վատա, մարդս աշխատումա չի լինում, ես բան ինչ անեմ։ Ասեմ երազի, ասում եմ ո՞նց երազի։ Տիկին Լուսիա, սրտին մոտ մի ընդունեք։ Ես իրանց եմ խորհուրդ տալի։ Հասկանալի է, բայց հիմա Լավ ամպերը տեսնել եւ մելոդիկ երաժշտություն լսել, բժշկական տեսանկյունից ուշադրություն դարձնել բրոխներին, նոր ասեցի շնչուղիներն, արյանը ու բժշկվեք։ Քարնել այսօրվա ցիտրինա գիացիտը։ դե տեսեք, դուք Այս լուսային օրը վերջացրեցին։ Հիմա տեսեք, դուք ձեր խոսքի մեջ մի քանի անգամ հիշատակեցիք կանանց, մայրերին, ի վերջո ով է մայրը։ Հա։ Ես մյուս հաղորդման ժամանակ կարծեմ, թե ով է հայրը, իսկ այսօր միայն մայրը։ Մյուս հաջորդ անգամ Պատրաստվեք։ Հա, պապաների մասին կխոսամ, որովհետև մենք սենց ասում ենք մամա, պապա, կին տղա մարտեսյան սիրարվեցին, ամուսնացան, ընտանիք երեխա ծնվեց ու ընտանիք ստեղծվեց։ Մաման ինչ անում, կերակրում է, պապան էլ աշխատում, բերում, ինքն էլ ուտում խմում, քեֆ էլ անում ու պրծավ։ Այդպես չի։ Մայրը շատ լուրջ խորհուրդ ունի աշխարհից երեսին։ Չեն ասում պապա հող, ասում են մայր հող, մայր земля։ Հետո մայրը Աստվածածին։ Ամեն ինչը մայրն է։ Մեր Հայաստանի քարտեզը մայրն է։ Անկամ մայր թատրոն։ Ամեն մայրաթոր, եկեք հեռու չգնանք, ամենի գլխավորը տեղից է գալիս։ Ռուսների մոտ տենց ասում էին, իրանց եկեղեցու ոնց են ասում։ Դե իրանք Չկա այնտեղ մայրաթոր, որ ասեն։ Մենք ունենք, ու մայրաթորը պետք չի պղծել։ Հիմա ես դա կասեմ, թե մաման, չի անցյալ անգամ խանդից ենք խոսացել, հեսա բացվել էր։ Մամա բառը ծագել է մանկական խոսակցությունից։ Ում մտքով կանցներ, որովհետև երեխեն հենց գալիս է այս աշխարհ, մայա գոռում։ Մամ։ Այն վերջին բան չի ասում, մայ ասում, մա, այս վիճակն է։ Ու կան երեխաներ, այդ մամաս էր անդադասում, լացել եմ, ընգա։ Երեխեքը ճիշտ են իրան գալիս, միջև 3 տարեկան շատ անարատ ու մաքուր են, շատ անարատ։ Հետո 3-ից հետո իրանք ձևավորվում են ու սկսում են իրենց մարմինը ճանաչել, ու մինչև 12 տարեկան ծնողն ինչպիսին է, սկսում է ձև երեխուն դաստիարակել։ Եթե ինքը դաստիարակված չի, խելոք չի, դաստիարակություն ասելը եկեք կրթություն դիպլոմ չվերցնենք։ Այն կրթությունն է, մասնագիտությունն է, իսկ գիտելիք ուրիշ մի բան է, գիտելիք պետք է ունենան մարդիկ։ Երբ երեխան նախքան խոսելը արտաբերում է կրկնվող մամա հնչյունները։ Լատիներեն մամա բառը, որը նշանակում է կրծքան միս։ Այնքան ճիշտ խորհուրդներ ունի, այնքան բան կա, որ մարդիկ չգիտեն, դրա համար եմ ասում, ուսումնասիրեք ակուլցիզմ, շատ կարդացեք, կյանքը ձեզ համար հեշտ կլինի, ու նրանք գիտները չեք խոտի ոչ մեկի ընտանիքի, ոչ մեկի գրպան, ու չեք փնովի, ու կլինեք բավարարված մարդ։ Մայր բառի հոմանիշը նրա դերը երեխային արժեքներ
հաղորդել նա։ Օգնել նրան աշխարհայացքը ձևավորել եւ սոցիալական հմտությունները զարգացնել, միաժամանակ հոգատարություն եւ աջակցություն ցուցաբերել կրծքամիզ բառի կապը երեխայի սննդի եւ խնամքի հետ է կապված։ Ու տեսեք, հարսի շորը, տեսեք որտեղից գալիս է։ Հարսի շորը ինչի համար է սպիտակ, դա կրծքի կաթն է։ Հարսի շորը չի կարելի կրծքերը բացած հագնել, որ հիմա չգիտեմ ինչ ապուշ մոդա է, որտեղից է դուրս եկել։ Ինչքան փակ եղավ, որտեղ այդ կուրծքը, որտեղից որ կաթ է գալի, դա պետքա միայն տեսնի այդ բալիկը ու ամուսինը։ Ես շատ տեղեր տեսել եմ, ֆիլմերում էլ կա, ու դոկումենտալնի ֆիլմեր տեսել եմ, հիմա էլ փաստա բավարարական ֆիլմեր չկա, ոնց որ թե։ Մայրը որ կերակրում է իր բալիկին, թաշկինակ մի կտոր է կրծքին գցում, որ մինչև անգամ ամուսինը չտեսնի։ Իսկ հիմա հարսը իր շորերը բացած, կրծքը բացած, հետո սենց քաշիմա բերում է շոր, թռնում ես կոմ գնդակները, ման թռնում են կոմ, հետո կաթ չի ունենում, հետո ինքը չի ուզում կրծքով կերակրի, որ կրծքերը չդեֆորմացվի, չփչանա, երեխային արհեստական են կերակրում, հիմա էլ որ շատ մայրեր կեսարյանով են բերում, կաթել չեն կարողանում տան, այդ երեխեն դառնում է բուտաֆորիա ու ռոբոտ։ Սիրուն է, թմբլիկ է, լավն է, բոլորը սիրում են, բայց ինքը որ մեծանում է, իր ուղեղը ես չգիտեմ ինչ է, որտեղ դրանք արդեն սիրո պտուղ չեն էլ համարվում։ Ու երեխան դաստիարակվում է հենց բեղմնավորման օրվանից պորտալարի միջոցով դա մայրն է։ Այդ պտուղը այնտեղ մամայի ամեն ինչը զգում է։ Մաման այսօր ինչ տրամադրություն ունի, կծու կերավ, քաղցր կերավ, երեխեն ամեն ինչ լսում է, իրոք լսում է, մաման ուր գնաց, այդ երեխեն այնտեղ լսում է, տեսնում է, զգում է, մոր զգացմունքները պորտալարի միջոցով պտուղի վրա ազդում է, մինչև անգամ կերակրելուց կրծքի կաթը, երբ որ մայրը կերակրում է, ես այնքան մամաներին եմ խորհուրդ տալիս, դա երիտասարդ, որ ոչ մի վատ բան մի մտածի, ոչ մի կռիվ մի արա, ոչ մի այս կոմեն մի խոսի, դու միայն նայի քո բալիկին, սիրին ուր, որ ինքը այդ կաթը ուտում է ու ինչքան լավ դրական հաջողակ առողջ էներգիա փոխանցում այդ կաթի միջոցով երեխուն։ Բայց այնտեղ երեխուն կերակրում է, մի կողմից էլ բերանն են կողմ արած ամուսնու հետ կռիվանում կամ այն երեխեքի վրա է գորգորում, ինչ ասես։ Հիմա կվեկանամ գլուխդ կջարդեմ։ Ես տեսել եմ այդ մաման, մի կողմից են պուճուրին է կերակրում, մի կողմից են 5 տարեկանները, սա կվեկանամ գլուխդ կջարդեմ։ Շատ կոլորիտային հայկական ընտանիք եք նկարագրում։ Ինչ տեսնում եմ դա եմ ասում։ Հասկանալի է։ Մենակ չասեք առաջի անգամ գավառում եք տեսել դա։ Չէ, գավառ լավ է այնտեղ էլի, գյուղերը էլի լավ է, թե չես դրա համար են երեխեքը հիվանդ։ Հետո երիտասարդ մայրեր ես տեսնում, իսկապես ամաչում ես դրան հակու կապից։ Հետո գիտեք երեխային գրկել, ես ամեն ինչ հիմա մամայի հետ եմ կապում, որ մարդը հասկանա, մայրը կին արարած այս աշխարհում, եթե ասում ենք մայրաթոր, եթե ասում ենք մայրամ Աստված մայրիկ, մայրամ Աստվածածին, մայր Հայաստան, ամեն ինչ մայր հող, ամեն ինչը մայրն է, մայր, հետո մայրը դառնում է ծնող։ Էլի մի անգամ խոսել եմ մայրերից, որ ասեցի ծնողն է շատ կարևորը երեխա համար, մեկը գրում ես ես այդ համաձայն չեմ, որ չեն ասում համաձայն չեմ, ով ես է որ համաձայնել ես, այդ չլնես, ծնողը նշանակում է ծնեց, ամեն մարդ, ոչ ծնողը դա դաստիարակությունն է, կենդանին էլ է մայր, բայց ինքը ծնող չի, ինքը մայրն է իր ձագի համար, որ սովորացնում է, բոլոր կենդանի իր ձագերին սովորացնում է։ Երեխային դաստիարակության համար, զարգացման համար, նայեք, պապան երեխային տալիս է դաստիարակություն, մաման տալիս է սեր։ Դրա համար մի բան որ լինում է, միշտ երեխային վազում մտնում է մոր փեշի տակ, մոր թևի տակ, որ մամայից գորգորանք փաղախշանք ստանա։ Այն երեխեքը, որ լավ չեն քնում, ցավում է իր փորիկը, գլուխը, չգիտես որտեղն է ցավում, ականջը, պետք է մաման գրկի ու աչ ու ծախը, ասենք ծախ այտը, կպսնի իր աչ այտին, հակառակը սենց պետք է լինի, սենց խաչ է ստեղծվում։
Այտենց այտը մաման իր աջ այտը դնի իր բալիկի ցախ այտին։ Ցավը կանցնի։ Հետո այս միջև 3 տարեկան երեխաների համար ասում են, որտեղ դա շատ կարևոր տարիք է, նոր ձևավորման տարիք է համարվում, եւ մաման ոչ մի վատ բան չպետք է մտածի կերակրելու ժամանակ։ Հիմա ասենք կապ չունի, լավ, այտենց կերակրում է կթալով կամ արհեստականը։ Երեխային կերակրելու ժամանակ ու քնելու, նանիք պետք է ասեն, այն նանիկը չկա, չեն երգում։ Մոռացել են անգամ։ Այն երկար սերուն տեխնիկ նանիկ ասեմ իմ բալիկին մանկապարտեզում է սովորել է։ Դրա համար երեխեքը սիրով մեծացել են, երկարակեց են եղել։ Հիմա մաման իրան ոչ ճիշտ է պահում, այդ փոխանցումը դեպի պտուղը եւ հղիության ժամանակ եւ կերակրելու ժամանակ մինչեւ 3 տարեկան։ Հետո պարզում է, որ այդ երեխան հիվանդ է։ Էպիլեպսիկ է, ինչ հայտնի, որ ընկնում են։ Մի խոսքով ասում, երեխան լավ էր, առողջ էր, հղիությունը նայել են ամեն ինչ լավ էր, բայց բժիշկների պատճառով երեխան հիվանդացավ սխամբուժման հիման վրա։ Լինում է այդպես բաներ, լինում է, ես չեմ կարող դա հերքեմ, բայց հիմնականը մամայի հղի ընթացքում է դա լինում։ Երբ որ մայրը հղի է, ու պորտալարի միջոցով էլ ամեն վատ բան, ասեցի, չէ, հղի վիճակով երեխան լսում է, տեսնում է, հոդն առնում է, զգում է մամայի ամեն ինչը։ Եթե ուզում ես քո երեխան առողջ լինի, դու քեզ ճիշտ պահի։ Դե ասում եք մինչև 3 տարեկան պետք է լինի այսպես այնպես, բայց ես ասեմ 3 տարեկանից հետո շատ ընտանիքներում ես տեսել եմ երեխայի ձեռքը տալիս են այս բջջային հեռախոսը։ Եվ մի օր մեկը ընկերներիցս մեկը կանչեց իր թոռնիկի 3 տարեկան էր։ Ասեց Արմենչիկ ջան, մի ասում մուտիկն այնք։ Վերցրեց հեռախոսը, հա։ Ես մնացել էի ապշած։ Նրանք էլ 3 տարեկան, հիմա այսինչ պրոգրես ենք ապրել։ Ես չգիտեմ, ես չեմ հասկանում, իմ թոռնիկն էլ էս մտածես կնոկան սեղմի, ով է իրան սովորացրել։ Ոչ ոք էլ չի սովորացրել։ Իրենք իրենց, ասեմ, վերցրել են, խաղում են, տեսնում են ուղեղները։ Երեխաներ կան, ընտանիքներ կան, որ ընտանիքում ռուսերեն բացարձակ չեն օգտագործում, իսկ չգիտեն էլ, բայց երեխան հրաշալի ռուսերեն խոսում է։ Մուլտիկներից։ Հա 5-6 տարեկան երեխան մուլտիկներից ռուսերեն սովորել է, կա որ անգլերեն էլ է խոսում, նա ամեն հասկանում է խոսում է։ Այս արդեն ասել են, որ սրանք կրկնեցի Մայր Հայաստան, Մայր Աստվածածին, Մայր Հող, Մայր Հաթոռ, Մայր Աշխարհ, Մայրության սկիզբը, ծնող, հետո ծնողն է Հիսուսի մայրը, Մայրը ծնունդի գաղափարն է, երկնային կյանք տալով մարդը մեծանում, կերակրում եւ իր կաթով երեխային սովորեցնում է ապրել։ Այս է, որ նոր ասեցի, կերակրելու ժամանակ ճիշտ մտածի ու հարսնացուներն էլ թող իրենց հարսի շորերը ոչ թե 100 կիլոանոց այսքան բան սարքեն, որ փեսան չկարողանա կպնի, չել կարում քալի ծանր ասենց, այլ Անգլիայի թաքու շորը տեսեք ինչքան լավն էր, հարսի։ Ուկիկ։ Չէր կարող ինքն էլ այդպես անել։ Ախտա որ ցանել։ Կտոր չկար։ Անգլիայում չկա այդպես քան կտոր։ Ամեն մանր դետալ խոսեցնող, ամեն մանր դետալ։ Երեխային սովորեցնել ապրել դա մոդեռն է։ Հերու պահել վտանգից, մաման դրա համար է տրված վերևից, մայրը հրաշքն է համարվում, մայրությունը կնոջը դարձնում է ուժեղ։ Այո։ Ու ես ինչ եմ ուզում ասեմ, պարոն Խոշչյան, մայրը իրոք քարը, որ դիմանում է։ Որ դիմանում է այդ վշտին։ Այս չեմ ուզում այդ բառն ասեմ, որովհետև չեմ ուզում ասեմ, այդ 18 տարեկանների մասին է հիմնական։ Ես ինքս էլ ոնց ենք դիմանում։ Այն մամաները, ես այն մամաների հետ եմ, որ տղա երեխեք զավակներ ունեն։ Հիմնականը։ Երեխան չկա, իր թևը կտրվել է։ Դու չես կարող կսես այդ թևել, վերջ չկա։ Մի թևանի մամաներ են։ Ու ոնց են այդ մի թևով իրանք ամեն ինչ անում, ամեն ինչ։ Ու դիմանում են։ Եղավ Տիկին Լուսյան, մենք հաջորդ հաղորդման ժամանակ պետք է խոսենք հայրերի մասին, եթե ինչ-որ բան ունենք ավելացնելու, ասեք, եզրափակենք։ Անկամ Մագրոսյան, այս մամաների մասին եմ էլի ասում, որ
կնոջը եւ կինը դառնում է մայր ինքը ուժեղանում է, խիստ է լինում նաեւ, միջև անգամ ագրեսիվ է լինում, եթե խոսքը վերաբերվում է իր երեխային։ Ամեն ինչ որ ասում է երեխոտ համար թշնամու տուրել կգնաս, դա էլ անում։ Դա անում է։ Ու այդ ներելու է, որտեղ այդպես բնություն գազանները, այդպես որ հարցակվում են ոնց է ֆշում։ Թե կատուն, թե օծը, թե հավը, բոլորը եթե իր ճտերին ձակերի մոտ էս գալու ինքը ֆշում է, հարցակվում է։ Այդ բնությունը այդպես ստեղծել է։ Ու մամաների մոտ այդ բանը կա։ Բայց սենց էլ կան մամաներ, որ ուղղակի երեխա են բերում, ես միտեղ կարդացի այդ բառից էլ ված չեմ դնում, որտեղ քանի որ ժողովրդավար են խոսում, սա էլ ամեն ինչ էս եթերը տալիս է, այդ մամաներն երեխեքին ցրտում են, ոչ թե ծանոթաբերում են։ Իրանք ուղղակի ցրտեցին, ու թե ինչ կլինի, ու ահավորա, որ այդ մաման կարա երեխուն բերի, տնկնելով դժվար, ու տա ուրիշին, կամ գցի փողոցում, կամ մանկատուն, 9 ամիս ինքը կրել է։ Հետո երեխեք կան, որ իրանք մանկատանն են, իրանք խելացի են, ու իրանք այնքան տխուր են, ու բոլորը սպասում են, որ իրան մաման պետք է գա։ Մամաներ կան, որ իրանք երեխեքին քացովել են խփում, ճմկտում են, ծեծում են, պլետով ծեծում են, շատ վատ բաներ են անում, բայց էլ ինքը գալի կպնում է իր մամային, լացա լինում գալի կպնում է։ Ու այդ մաման էլ իրան բրդում է։ Մայրը ոնց է իր երեխուն կարում անիծի։ Ամենավերջին կեղտոտ բառերը ոնց է ասում։ Բայց երեխեքը չեն մռանում։ Հետո գալիս է շրջան, որ երեխեն գնում է։ Այն ֆիլմը Վարդերեսյանն էր խաղում։ Փոստատարներ որ գալիս է։ Լենինգրադ սովորելու հետո տես մոռացավ, շատ տխուր հայ ֆիլմ է։ Սա գնաց մտավ են կնոջ ծողոցը, քաղքեն իր տղեն, իր մամային մոռացավ, գիշերը քչփչարեցին, մամասուս վեր կացավ գնաց։ Այդ մայրը իր անձնականը չարեց, չդասավորեց, ինչա որ իր երեխային վատցավ չպաճառի։ Այս էլ էս մաման։ Այդ ֆիլմը անընդհատ մամաս ասում էր հալացի կլնում։ Լավ տիկին Լուսա, դեր եկեք տխուր չվերջացնենք մեր ձեռը։ Ոտես էս կյանքն է, ինքը կյանքը տեցա։ Մայրը հարազատ օչախի խորհրդանիշն է համարվում, որտեղ մաման է պահում, այո, մայրն է պահում։ Իր համբերությամբ հաստատուն լինելով հանդերձ։ Արգանտուն պտուղը զգում է, ես արդեն ասեցի, ամեն ինչը զգում է, որ էմոցիաներն անգամ եւ ընդունում ամեն ինչ դրանից խորհուրդ է տրվում հեղիներին, որ զերծ մնալ ապրումներից, ստրեսերից, ու այստեղ վերջին մի բան ես կավելացնեի, որ օխնդրանքով որ տևել եմ դասը, հիմա էլ եմ ուզում ասեմ, այն մամաները, մայրերը, ովքեր աղջիկ երեխա ունեն, մի քիչ ձեր երեխեք հետ լավ արվեք։ Ձեր աղջիկ երեխաներին այդքան դիտողություն մի արեք, մի ճմկտեք, մի նսեմացրեք, մի համեմատեք ոչ մեկի հետ, որովհետև 12 տարեկանից հետո չնայած 9 տարեկանից էլ է լինում, հասունացման տարիքն արդեն օրորդ է դառնում, աղջիկը ագրեսիվ են դառնում, դյուրագրգիռ են դառնում, ինքնամփոփ են դառնում, սնունդը փոխվում է, օրգանիզմ փոխվում է, շատ զգույշ պետք է վարվեն եւ ուզում եմ դպրոցի այնտեղ եթե իրոք մանկավարժ է, իմանան, որ եթե դասախոսներին նայ, որ մինչև 21 տարեկան թե աղջիկ թե տղա, հատկապես տղաների մոտ, որ նրանք դյուրագրգիռ են, ագրեսիվ են, իրանց եսն է, իրանք իրենց թագավորի ասպետի տեղ են դնում, դասախոսը կարող է ուսանողության դեմ շատ բան ասի վիրավորի։ Ու նաև երեխեքին, դպրոցականներին, որ դասատուները կարան վիրավորեն, չեն հասկանում, որ հասունացման տարիքում չի կարելի երեխային վիրավորել։ Դե անհատ բոլորի հետ խոսեն։ Եթե իրանք մայր են իհարկե։ Հասկանալի է։ Բայց հաջորդ մեր հանդիպումը հայրերի մասին է խոսել։ Եղավ։ Պապան դաստիարակության համար է ու պետքա տղամարդ լինի։ Այո, դե մենք դա շարունակելու ենք հաջորդ կիրակի։ Շնորհակալություն, որ եկաք։ Սիրելի բարեկամներ, այսպեսին է Լուսիա Հակոբյանը, ամեն անգամ տարբեր, ամեն անգամ մի ինքնատիպ, այսպես մտքերով եւ ամենակարևորը այսօր նորամի շատ հետաքրքիր ու կարևոր թեմայի շուրջ խոսեց մայրերի, մայրը իսկապես մեր սրբությունն է, եկեք միշտ հավատարիմ եւ սիրով վերաբերենք մեր մայրերին։ Շնորհակալություն Տիկին Լուսիա։
Ձեզ էլ շնորհակալ եմ, լսեցի կամպերատար։ Հա, դե ինչ արել։ Ջարս ինչ ասում եմ։ Շերի բարեկամներ, այսօր այսքանը։ Մնացեք միշտ Ափակ TV-ի հետ եւ չեք ափսոսային ժամանակը, որ մեզ հետ եք անցկացնում։ Ցտեսություն։